Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի անդամ Գևորգ Սաֆարյանը դեռ 1 տարի կանցկացնի Կալանավայրում։ Երևանի կենտրոն եւ Նոր Մանրաշվարչական շրջանների ընդհանուր իրավասության դատանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը ապացուցված համարեց Գևորգ Սաֆարյանի մեղքը ոստիկան Գեգամ Խաչատրյանին հարվածելու մեջ եւ դատապարտեց 2 տարվա ազատազրկման։ Մեղադրողը միջնորդել էր նրան դատապարտել 2.5 տարվա ազատազրկման։ Դատարանը պատվեր կատարեց ամենայն հավանականությամբ, որովհետեւ իրավաբանական իրավաբանություն այստեղ չկար, բոլոր փաստերը ակնհայտ էր, ուղղակի դատարանը ցույց տվեց, որ Գևորգ Սաֆարյանի նկատմամբ հաշվեհարդար է, ինչու՞ չէ նաև իմ նկատմամբ։ Դատավճիռը հրապարակվեց աշխատանքային օրվա ավարտին, դատավորը 2.5 ժամ մատկացրեց խորհրդակցական սենյակում, մինչ այդ լսելով Գևորգ Սաֆարյանի խոսքը։ Մեր դատաիրավական համակարգը հասել է աբսուրդի։ Ում ուզում դատում են, ում ուզում չեն դատում, տուժողին դարձնում են մեղադրյալ, մեղադրյալին դարձնում են տուժող, անհիմն ձևով մարդուն կալանավորում են, դատապարտում են։ Գևորգ Սաֆարյանը պատմեց, որ 2015 թվականի դեկտեմբերի 31-ի միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ինքն ու իր համախոհները որոշել են Չեբուրաշկայի գլխարկով մտնել ազատության հրապարակ։ Ոստիկանները ուղղակի խլում այդ Չեբուրաշկայի գլխարկը եւ հեռանում։ Պարզ է դառնում, որ ոստիկանությունը նախապես պլանավորել էր խափանել հավաքը եւ այդ ներկայացումը գողանալով կամ փողոպտելով, տանելով այդ Չեբուրաշկայի գլխարկը։ Այնուհետև ոստիկանները թույլ չեն տվել տոնածառը ձեռքին ծմեր պապին մտնել ազատության հրապարակ։ Ոստիկանությունը հարձակվեց եւ ջարդեց այդ տոնածառը։ Գևորգ Սաֆարյանի խոսքերով դատաքննության ժամանակ պարզ դարձավ նաեւ, որ ոստիկան Գեգամ Խաչատրյանը իր նկատմամբ ունեցել է ընդգծված վատ վերաբերմունք։ Գեգամ Խաչատրյանը իր Facebook-ան էջում ինձ եւ ընկերներիս անվանել է կապիկներ։ Գեգամ Խաչատրյանը դրանց ամիսներ առաջ իր Facebook-յան էջում հայհոյանքներ գրել իմ անձի վերաբերյալ։ Եվ երբ որ մենք հարցրեցինք, իսկ ինչի եք sense բան գրել, նա նորից Հուլիոս Կեսարի դիրքը ընդունեց եւ ասեց, ասեք, որ լավ եմ գրել։ Այսինքն Գեգամ Խաչատրյանը ոչ միայն ընդգծված բացասական վերաբերմունք ունի իմ եւ այլ առհասարակ ակտիվ քաղաքացիների նկատմամբ, նաեւ դրանով հպարտացավ դատարանի դալիճում։ Նա համարեց, որ լավ է գրել, որ քաղաքացուն հայհոյել է, լավ է գրել, որ մարդկանց անվանել է կապիկներ։ Իդեպ Գևորգի համար սպասելի էր այսօրվա վճիռը։ Այսպես էլ պիտի լիներ։ Լավ, նորով ջան, լավ մնացեք։ Իհարկե։